Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է։ Տեսնենք, թե կկատարվի արդյոք մեր ցանկությունները։ Պահեք ցանկության 4 տարբեր ցանկություններ, պահեք նաև ինչ-որ չափով ժամկետներ, մոտավորապես թե ինչպես եք պատկերացնում, թե երբ կլինի այն։ Եվ 4-ը նույնը մի պահեք, 4-ը տարբեր պահեք։ Եթե չունեք հարց, ապա այս պահին կարող եք ընդամենը ինտուիցիայով որևէ մեկը պահել, բայց ոչ բոլորը նույնը։ Դա որովհետև մեկը հաստատ կլինի այո, մյուսը կլինի ոչ եւ դուք էլ չեք հասկանա հիմա դա կլինի թե չէ։ Դե եթե ուզում եք լսել այո, ոնց որ կլսեք այդ պահին, բայց դե այնինչ որ առաջինը ընկել է, այն դա էլ կլինի։ Տեսնենք, ինչև խառնեմ դուք ֆիքսվեք ձեր ցանկության վրա։ Պահեք որևէ մեկը եւ ֆիքսվեք։ Եթե կասկածում եք, ապա լավ կլինի, եթե երկու մտքեր ունեք մեկ թվի հետ կապված, ապա ավելի լավ է մի փոքր հանգստանաք, հետո նորից վերադառնաք, նորից կպահեք։ Իսկ տեսնենք կկատարվի արդյոք ձեր ցանկությունները։ Պահեք, 1 րոպե կլռա։ Ահա, հուսով եմ պահեցիք, մենք կսկսենք առաջին տարբերակից։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ովքեր նոր են եւ չգիտեն, անգամ ես տեսա, որ ուղղել են, որ ինչ-որ մի բան չեմ նայել, ուշադիր եղեք, եթե քարտը ֆիքսված է, մյուս քարտերում։ Միայն այս քարտերում է, որ քարտը ֆիքսված է, բայց ես իրավունք ունեմ մնացածն էլ նայելու։ Մնացած քարտերում ես այդ իրավունքը չունեմ։ Ֆիքսվեց, վերջ, այնտեղ։ Իսկ այստեղ, եթե ֆիքսվում էլ է, կողքերը կարող եմ նայել։ Դա ուրիշ քարտ է, նա ուրիշ քարտ է։ Այն մյուս քարտերը խաղալիք չեն։ Ինձ թվաց կգա կընկնի, բայց չէ, տեսնում եք, վերջն է ընկել։ Մի փոքր ուշանում է ձեր ցանկությունը, եւ այն ինչ որ կհնչեցնեմ, միայն դրանք են կատարվելու։ Ավելի ուշ։ Դե համար ուշադիր է պետք նայել այստեղ, որպեսզի բաց չթողնեմ ոչ մի քարտ։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում ընկերների հետ հավաքվել, ուրախանալ, քեֆ, ուրախություն։ Նա մի փոքր կարող է հետաձգվել, ինչ որ մեկին հարմար չլինի։ Բիժուտերիա գնել կամ նվեր ստանալ, կամ նաև ոսկեղեն գնել կամ նվեր ստանալ, եւս էլի ուշանում եմ, մի փոքր ավելի ուշ։ Ուսե ոսկու գնելն են բարձր, եւ այլն նման պահեր եկան։ Գնալ հանգստի, դա եւս ուշ, այնուհետ եթե պահել եք հուլիսին կգնանք հանգստի, հա, կարող է դե հուլիսի սկիզբ չեք գնում, հուլիսի վերջ եք գնում կամ օգոստոսին։ Եվ նաև նամակ կամ փաստաթուղթ, որը որ ձեզ համար շատ կարևոր կլինի։ Այսքանը նաև կարիերայի բարձրացում այստեղ, կարիերայի փոփոխություն, կարիերայում աճ, աշխատանքի վայրում եւս հա պետք է մի փոքր սպասեք, որ այն տեղի ունենա։ Ոնց որ թե հիմա այսքանը։ Դա եթե այս տարբերակներում եք տեսնում, այդպես կարող եք գրել, բայց հստակ որ տարբերակը, որ նշանը, որովհետև այդտեղից ավելի լավ եք տեսնում։ Այսքան առաջին տարբերակի համար ցավոք սրտի աստղը չընկավ, նախորդ անգամ կարծեմ 1 թե 2 ընկել էր։ Ֆիքսվեք երկրորդ տարբերակի վրա, եթե պահել եք, ապա ֆիքսվեք դրա վրա, պատկերացրեք, որ արդեն կա այդ ցանկությունը, ինչպես է այն տեղ ունենալու, ինչ զգացողություն եք ունենալու, եթե այդ ցանկությունը լինի։
Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Դե աստղը առաջինն է, այսպես առաջին դիրքումը դա նշանակում է, որ այդ ճանապարհին եք, հասնելու ճանապարհին եք։ Ոնց որ անում եք ինչ-որ մի բան այդ ցանկությանը հասնելու համար։ Մի փոքր աստղը ուշանում է, դեռ պետք է սպասեք, եթե այստեղ չկա ձեր ցանկությունը, ապա դա նշանակում է, որ դեռ ժամանակը չէ։ Իսկ եթե կա, դա նշանակում է, որ կլինի այն մի փոքր արդեն ուշ։ Ահա, այստեղ ուրեմն երկրորդ տարբերակում գնել հեռախոս կամ ձեզ նվիրեն հեռախոս, նաև ոսկեղեն գնեք կամ բիժուտերիա կամ նաև նվեր ստանաք, ծաղիկներ նույնպես նվեր ստանաք կամ նվիրեք, կամ ծաղիկների հետ է կապված ինչ-որ մի գործունեություն եք ուզում վարեք ծաղիկների հետ կապված, դեռ էլի պետք է սպասեք։ Մեքենա ձեռք բերեք, կամ էլի նվեր ստանաք, եւս էլի մի փոքր ուշ։ Ծնունդ։ Ծնունդը կարող եք հետաձգել, եթե չկա բավարար գումար, որտեղ դա գումարն էլ է իրարից հեռու։ Միգուցե նաև հետաձգում եք։ Հաշտեցում, եթե ինչ-որ մեկի հետ եք վիճել, ապա կհաշտվեք, եթե չեք վիճել, եթե նոր վիճեք այս ընթացքում, ապա շատ արագ կհաշտվեք։ Հղիության հետ կապված, ծննդաբերության հետ կապված, նույնպես, հա, ամեն ինչ կուշանա, այստեղ հղիությունը եւս մի փոքր պետք է սպասեք, դեռ ժամանակը չի, ծննդաբերությունը նույնպես կա, սխալ են հաշվարկել։ Եվ երեխաների հետ կապված ինչ-որ մի բան է եւս էլի ինչ-որ ուշ է լինելու։ Այստեղ ամուսնության առաջարկը եւս կուշանա եւ կարիերայի բարձրունքը եւս էլի պետք է սպասեք, դեռ ժամանակը չէ։ Այսքանը նաև երկրորդ տարբերակի համար ուզում եմ ես հուսահատ չի անի եւ կլինի աստղը ի վերջո։ Դա ինքը շատ դժվար է ընկնում, բնական է։ Պետք է շատ ճիշտ լինի ցանկությունը, որ ինքը ընկնի։ Պահեք, ֆիքսվեք, մինչև կխառնեմ։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ված չէ, այս ուսանողական պահերին այս քարտը մի փոքր ուշանում է ցանկությունը, շատ չէ, դե կողո ձեր ցանկությունը այստեղ է, մի հուսահատվեք, թեկուզ մի փոքր էլ ուշ, բայց կարևոր է, որ կատարվի իհարկե, նա կարևոր է իստում մարդկանց համար դա է, բայց դե ձեռքերը ծալած պետք չի նստել և սպասել, թե երբ է կատարվելու, այդպես երբեք չի կատարվի։ Դա եթե ինչ-որ մի բան ձեզանից է կախված, չգիտեմ, այնտեղ աղոթքի միջոցով կամ դիմել ձեր հրեշտակներին,
շատ բաներ կան, որ այդպես կարող եք նաև արագացնել կամ ինչ-որ չափով նաև աջակցել ձեր ցանկությանը, եթե ձեզանից կախված չէ, ինչ-որ մի բանի եք սպասում։ Դե բավականին բաներ կան այստեղ։ Ահա, հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել, դե ընթացքում կնայեմ էլի։ Ուրեմն երրորդ տարբերակը, դե աստղը մի փոքր ուշ է, դա նշանակում է մի փոքր կուշանալ ձեր ցանկությունը, դիպլոմ ստանալը, ինստիտուտ ընդունվելը, դա եւս է, գիտենք, որ մեկը հիմա չէ լինելու, բայց դե կլինի, հա, սա ցույց է տալիս, որ կլինի, գումար ստանալը եւս կլինի, թորներով, ծորներով հավաքվելը եւս կլինի, բայց մի փոքր պետք է սպասեք, գնել կենցաղային տեխնիկա, դե գումարը այն ժամանակ կգա եւ կկարողանաք գնել։ Նաեւ նիհարելու հետ կապված, եթե ուզում եք նիհարել եւս էլի պետք է սպասեք ծաղիկներ նվեր ստանալու համար, կարևոր փաստաթուղթ կամ ինչ-որ մեկից նամակ, SMS ստանալու հետ կապված եւս էլի պետք է սպասեք, մեքենա ձեռք բերելու կամ ձեզ նվեր տալու հետ կապված եւս պետք է սպասեք, գործիքներ ձեռք բերելու համար, բայց սա ավելի շատ երաժշտական գործիքներ են, որոնք եւս պետք է սպասեք, նաեւ սա սկսել որևիցե այդպես ստեղծագործական աշխատանքով զբաղվել կամ նաեւ երաժշտությամբ եւ շոփինգի։ Եվս էլի պետք է սպասեք, որ գնաք շոփինգի, որտեղ դե գումարն էլ է ուշ գալու եւ օտար երկրի հետ կապված որևիցե հարցեր։ Դա եւս պետք է սպասեք դեռ, որ լինի։ Կամ գնաք հանգստանալու, կամ աշխատանքի վայրից թույլ տան գնաք հանգստանալու, դա եւս էլի մի փոքր ուշ կլինի։ Այսքանը բավականին շատ բան կար, հուսով եմ մնացածը բաց չեմ թողել, դե կգրեք, եթե բաց եմ թողել, այս մյուսը իրավունք ունեմ բոլոր 4 կողմերը նայելու, մյուս քարտերը ոչ։ Ահա, և կնայենք վերջին տարբերակը, տեսնենք, ինչ ասում վերջին տարբերակը մեզ։ Պահեք, ֆիքսվեք ձեր ցանկության վրա եւ հասկացեք, ինչ կլինի այդ պահին, երբ որ լինի, ինչ կզգաք։ Պատկերացրեք, որ արդեն եղել է։ Կկատարվի արդյոք 4 տարբերակի ցանկությունը։ Այ չէ, ինքը չի, փոքր ու մեծ է։ Ամուսնության առաջարկ։ Տեսնենք, լավ կլինի, որ աստղն էլ ընկնի, բնական է։ Ցավոք չէ։ Մի փոքր այսօր կողմ, մի փոքր։ Դե չեմ կարող հաշվել, որովհետև մի փոքր այսօր կողմ է։ Դեր
ժամանակը չէ, ուրեմն, եթե չկա այստեղ, ուրեմն դեռ ժամանակը չէ, ոչ մի բանի դեմ պետք չի պայքարել։ Տեսնենք լավ, ուրիշ ինչ կա։ Ահա, ուրեմն, այն ինչ որ կասեմ դա միայն կլինի։ Ցավոք սրտի 4 տարբերակներն էլ ոչ ոք չընկավ, կամ չեք ֆիքսվել, կամ հավես չունեք պահելու, ուղղակի նայում եք նայելու համար։ Ուրեմն այստեղ մեքենա ձեռք բերելը կամ նվեր տալը եւս կուշանա, հեռախոս գնել, նվեր ստանալ եւս կուշանա, ամուսնության առաջարկը եւս, լեզուներ սովորելը միգուցե վերջնակետը ավելի ուշ կլինի, բայց հապաստաթուղթ ստանալ, շատ կարևոր տեղեկատվություն ստանալ, ինչ-որ մեկից SMS, դա եւս էլի մի փոքր պետք է սպասեք։ Եվ տատի, պապի, թոռներ, միգուցե պահել եք իրոք, ուզում եք բոլորը գան հավաքվեն, բայց դեռ ոնց որ ժամանակը չի, ինչ-որ մեկին հարմար է, ինչ-որ մեկին հարմար չէ եւ դա համար չեն կարողանում մարդիկ միշտ հավաքվել իրար գլուխ։ Հուսով եմ այսքանն է, այստեղ ոչինչ բաց չեմ թողել կարծես թե։ Չէ, բայց չեմ թողել, ցավոք սրտի չընկավ ոչ մեկ, ոչ մի տարբերակ։ Դե ճիշտ է, այս մնացածն կան, բայց թեկուզ էլի ուշ, բայց էլի շատերի մոտ կկատարվի իրենց ցանկությունը, ուղղակի պետք է սպասեք, ժամանակը հարկավոր դրան, բայց կարևորը հա կլինի թեկուզ։ Կան մարդկանց համար ովքեր որ ոչ ընկավ, ոչ էլ աստղը, դա նշանակում է դեռ ժամանակը չէ, դեռ պետք է սպասեք։ Հույսն դրեք Աստծո վրա։ Եվ սպասեք, եթե պետք լինի, որ այդ ցանկությունը կատարվի, այն կկատարվի, կամ եթե ձեզ այն կախված ինչ-որ մի բան արեք։ Մի նստեք ձեռքերը ծալված։ Այսքանը, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն։ Այն ժամանակ, երբ որ եւ ձեզ է հարմար եւ Աստված է այդպես կամենում։